Փառքի եւ պարապանության արժան եղող մեր Տեր եւ մեր Փրկիչը, որ շաբաթնևս մեզ կյանք շնորհեց, որովհետեւ երգրբակենք, բարավորենք իր սուրբ անունը։ Անի մեզ երկինքեն մտիկ կնե, աշխարհի վրայեն մտիկ կնե, ամեն գոմեն մտիկ կնե, եւ մեզ հետևի մեր կյանքին տածքին, որովհետեւ մեզ ապահով ապրեցնե այս աշխարհի վրա, որ ինքը ստեղծեց։ Չեմ գիտեր արդյոք երկնքի տակավորության մեջ ծնունդյա դակեր գտոնեն վերը ռեշտակները։ Դերակ չեմ վարսանակրված չէ, գնալալ որ գտոնեն, մենք չենք գիտեն ինչպես գտոնեն։ Տարապանություններ երկելով այն Հիսուսին, որ հոժարեցավ աշխարհ կալու ինձ եւ քեզի համար։ Ընթերցման դեղը բիլավեդանս Մատթեոս 2-րդ գլուխ առաջին համար է։ Երբ Հիսուս ծնավ Հրեաստանի Բեթլեհեմի մեջ Հերովտես թագավորին օրերը, ահա արևելքեն մոկեր եկան Երուսաղեմ։ Ուսին Ուրդեղ ան, որ հրյաներուն թագավոր ծնավ։ Վասնզի մենք արևելքի մեջ անոր ասկը տեսանք ու եկանք անոր երկրբակություն ընելու։ Երբ Հերովտես թագավոր լսեց այս մոկերուն Երուսաղեմ կալը, խռովեցավ եւ բոլոր Երուսաղեմ իրեն հետ։ Ապա ժողվելով բոլոր քահանայապետները, ժողովրդին տվիրները, հարցուց անոնց է Քրիստոս ուր պիտի ծնանի։ Անոնք ալերենեսին Հրեաստանի Բեթլեհեմի մեջ, վասնզի այսպես գրված է մարգարեին ցերկով. Թում Բեթլեհեմ, հութայ երգիր, հութայ իշխաններու մեջ բնավ բզիկ մչես, վասնզի քեզ մե իշխան մը պիտի ելլե, որ իմ Իսրայել ժողովուրդը պիտի հովվե։ Այն ադեն Հերովտես ծածկապար մոկերը գանչեց, իմամ Հերովտես մոկերը կով գանչե որ ծածկապար, Ծուզեր գոր որ քահանայապետները դեսնեն կամ լուրունենան։ Ու ստուկեց անոնց մե ասխին երևցած ադենը։ Զանոնք Բեթլեհեմ գրգելու ըսավ։ Կացեք ստույքը իմացեք այն մանուկին վրայով ու երբ գիտնակ ինձի իմացուցեք։ Որբեսի ես ալ երտամ անոր երկրբակություն ունեմ։ Բավական մեծ ցույց մներ որ խոսեցավ։ Երբ անոնք թագավորեն ասպանը լսեցին, կացին Եվ ահա այն ասխը, որ արևելքի մեջ տեսեր էին, անոնց արջևեն կնած, գեցավ մանուկին եղած դեղին վրա, երբ տեսան ասխը շատ ուրախացան, դունը մտնելով տեսան մանուկը իր մորը Մարիամի հետ ու ինգան երկրբակություն ըրին անոր, եւ իրենց կանցերը բանալով ընձաներ դվին անոր, ոսկի, գնտրուկ, եւ զմուրս։ Ու երազի մեջ հրաման առնելով, որ նորեն Հերովտեսի չդառնան, ուրիշ ճամփով կացին իրենց երկիրը։ Ով հայր օրտնյալ լակու խոսքդ, մեզի բացադրե աշկու խոսքդ, մեր սրդերու մեջի սեր ավելցուր քեզի հանդեպ, ու պատրաստ է մեզի, որ երկնային թագավորության մեջ պիտի անցնես մեզ քու երկրորդ գալուստովդ։ Խնդրեմ այս մեկը քու դերոջ քու մեր Տեր Հիսուս Քրիստոսի փառքին համար լա այս աղոթքը ամեն Արևելքեն մոկեր եկան Երուսաղեմ Արևելքեն մինչև Բեթլեհեմ մտավորապես պատմությունը գսե որ 400 մղոն էր Եվ այս արևելքեն մոկերը որ վիրիկան մոկերու պատմականը հետևյալն է Մոկերը ուսյալ տասագարքի ժողովուրդ մնեին, կնող էին, կնիչներ էին, և ղեկավարության խորհուրդ ունեին, և հարուստ էին, ուրեմն ասոնք ասխը տեսան, վասնզի մենք արևելքի մեջ անոր ասխը տեսանք ու եկանք անոր երկրբակություն ունելու, հիմա հարցը հոս է, ով է ասխը, երբ որ հովիվներուն երևցան ռեշտակները լույսը փայլադակեց քիշարվա ադեն և հովիվները սարսափեցան, բայց այդ լույսն մեջեն ռեշտակը սամի վախնակ
Ուրեմն այս մոկերուն դեսած լույսերնին ռեշտակ մնե որ փայլուն է եւ ռեշտակը որ գփայլի երկնքի գամարին վրան եւ գսկսի շարժիլ ուրեմն ուզեցին հետևիլ եւ պատմության մեջ կրնալալ որ մարգարեությունը գիտեին քիչ մի Հիսուսի մասին եւ սկսան հետևիլ անոր որբեսի դեսնեն թե այս լուսավոր ասխը իրենց ուր գիտի առաջնորդ է հետաքրքիր է երբ որ տունվեր գնայիս եւ գտեսնես որ ասում գկալ է Ուսես որ ատոք ուր գերտա այս ասխը եթե մենք ալ լայն կոն մենք ալ հետաքրքրի լայն կե պիտի հետևեինք Հայ չեմ գարձեր որ 400 մղոն պիտի երտայինք եթե ուգմություն ունենայինք մեր դագը Ուրեմն հիմա պիտի գարտամ այս առնչությամբ թվոց 24-րդ գլուխ 17-րդ ամարը թվոց կրկին 24-րդ գլուխ 17-րդ ամարը որ հետևյալը գսե Զանիգա պիտի դեսնեմ բայց հիմա չէ Զանիգա պիտի զննեմ բայց մոդերս չէ Հագոպեն ասխմը պիտի ձակի ու Իսրայելեն իշխանության կավազանմը պիտի ելլե Այսինքն 5 դագարանի մեջ թվոց կրկին 24-րդ գլխուն 17-րդ համարն է որ փաղամի վերջին մարգարեությունն է եւ գմարգարյանա որուն մասին Հագոպեն ասխմը պիտի ձակի ու Իսրայելի իշխանության կավազանմը պիտի ելլե Մարգարյացավ փաղամ վերջին մարգարեությունը դեղը գսեմ որբեսի տուգալ փանակ եւ գարտակ դեպ որ ժամանակ ունենակ թվոց 24-րդ գլուխ 17-րդ ամար Ուրեմն այս ասխը Հագոպին ասխը որ մարգարեն գսե մոքերը դեսան Եվ հետևեցան Իսկ մի կամարգարեության մեջ 5-րդ գլխուն 2-րդ ամարը նայեցեք ինչ կսե մի կամարգարեություն 5-րդ գլուխ 2-րդ ամար Եվ թում ով Պետլեհեմ Եփրաթա թեև հութայի հազարավորներում մեջ բզիկ ես Բայց քեզմե պիտի ելլե ան որ Իսրայելի վրա իշխան պիտի ելլա Ով պիտի ելլե իշխանը պիտի ելլե Ասիկա մի կամարգարեն գսե իշխանը պիտի ելլե Խոս ինչ կգարտանք Ավետարանս Մատթեոսի 2-րդ գլխուն 6-րդ ամարը Պետլեհեմ հութայի երգիրը հութայի իշխաններով մեջ բնավ բզիկ մչես Նույն նախատասություններն են, որ մարգարեության կրկի մեջ գարտացինք։ Հութայի իշխաններուն մեջ բնավ բզիկ մչես, վասնզի քեզմե իշխան մը բիելլե, որ իմ Իսրայել ժողովրդս պիտի հովե։ Աս ինչ քեղեցիկ մարգարեություն, որ հարյուրավոր տարիներ առաջ խոսի մարգարեն, Միկիա մարգարեն, եւ կգադարվի Մատթեոս Ավետարանի ներողություն Մատթեոս Ավետարանի երկրորդ գլխում մեջ որ մոքերը դեսան այդ ասխը ինչ որ ասխը փաղամ մարգարեն պատմեց ասխին մասին ասխը դեսան եւ հետևեցան եւ նաեւ դեսնեն Պետլեհեմի մեջ այն իշխանը որ ծնավ նորեն պիտի գարտամ Մաղաքիա 5-րդ գլուխ 2-րդ ամար եւ տունով Պետլեհեմ Եփրաթա թե հութայի հազարավորներով մեջ բզիկ ես Բայց քեզմե պիտի ելլե ան, որ Իսրայել վրա իշխան պիտի լա, ու անոր ելքը հինեն հավիտենական օրերեն է։ Սկիզբեն որոշված է ասիկա, հավիտենական օրերեն որոշված է այս մեկը։ Եվ երբ արևելքեն մոքերը գուկան, հոս հարց մգա, երբ որ ասխը լույսով գերևնա մոքերուն եւ անոն կջամփորտեն կնշանակե որ ծորեգը չգցան ջամփորտել քանի որ ծորեգը ասխին լույսը չես տեսներ ուրեմն ծորեգը հանգստացան քիշերը ջամփորտեցին հոսալ երբ որ
Ուրդեղը անոր հրյաներուն տակավոր զնավ, վասիզում ենք արևելքի մեջ անոր ասկը դեսանք ու եկանք անոր երգրբակություն ունելու։ Ուրեմն երբ մոքեր Երուսաղեմ գահստին դաջարին մոտ, անդեղ հարցազուրույց մգլլա, որ ուր է էսելով, եւ որ Հերովտես կսե իրենց, այն ադեն Հերովտես ծածկապար մոքերուն գանչեց ու ստուկեց անոնց մե ասխին երևցած ադենը։ Ասխին երևցած ադենը Հերովտես կսե որ այս ասխը նորեն երևցավ, ուրեմն գիշեր եղավ, ասխը մեջտեղ ելավ, լույսը ելավ, զակեցավ, եւ հիմա այս լույսին պիտի հետևին մոքերը որ գրնան մուսուր հասնել։ Եվ Բեթլեհեմի մեջ կացին։ Ուրդեղ անոր հրյաներուն տակավորը զնավ, ուրեմն այս մոքերը գիտեն հրյաներուն տակավորը մզնավ, մոքերը հրյա չէին, մոքեր օդար էին, իրենց սերունդը հրյա սերունդ մչեր, օդար սերունդ մնեին, աշխարվրա գաբրեին, արևելքի մեջ, եւ եկան, եւ երգրբակություն ընելու եկան։ Ուտերորդ համար հետևյալը գսե, Զանոնք Բեթլեհեմ բրգելով վսավ, կացեք սուք իմացեք այն մանուկին վրայով, երբ գիտնակ ինձի իմացուցեք, որպես ես ալ երտամ անոր երգրբակություն ունեմ։ Երբ անոնք թակավորին ասպանը լսեցին, կացին եւ ահա այն ասխը, որ արևելքի մեջ տեսեր էին, արևելքի մեջ տեսնված ասխ անգամ եւս երեցավ։ Նույնն է։ Անոնց արջև են կնած, գեցավ մանուկին եղած դեղին վրա։ Հիսուսի մսուրին վրա գեցավ ասխը, եւ երբ տեսան ասխը, շատ ուրախացան եւ դունը մտնելով տեսան մանուկը ու իր մորը Մարիամին հետ ու ինգան երգրբակություն իրեն անոր եւ իրենց ընձաները փանալով ընձաներ դվին։ Մանուկը տեսան ինչ երին երգրբակություն երին։ Մանուկին արչև երգրբակություն երբ որ գնես մանուկը կհասկնա ոչ։ Մանուկը չի ալջանշար իրենք որոնք են։ Բայց տեսնողը գա։ At լույսը որ Բեթլեհեմի վրան է Ասված որ երկինքն է, որի ժամանով է որտին աշխարհ գրգեց։ Հոն ներկա է։ Եվ գտեսնե որ մոքերը մտավորապես 400 մղոն ջամփա է գազեն եւ գերգրբակեն այն մանուկը, որ իշխան է, որ տակավոր է։ Ուրախությունին դեղը չլար մոքերուն։ Եվ իմ ամիջապես իրենց կանցերը փանալով ընձաներ դվին անոր։ Իրենց ուրախության համար, որ ասխին հետևեցան, իրենց հետ նվերներ բերին։ Նվերները գաբացուցանեն անոնց հարուստալալը։ Առաջին Հիսուսին նվերը դվին ոսկի, որ գխարոտանշե թակավորական խորհուրդ, բադիվ, հարկանք, մեծություն։ Ու երկրորդ նվերը գնտրուկ է, գնտրուկը նշանակե քահանայության խորհուրդ, վարդապետության խորհուրդ, այսինքն իբր ժողովրդի առաջնորդ հովիվ, ղեկավար, քահանա է, ճշմարտությունը պիտի խոսի, երբ նային թակավորության ճշմարտությունը մարդոց պիտի խոսի, եւ մոքերը անոր գբերեն գնտրուկ, որ կներկայացնե իրեն քահանայության խորհուրդը։ Իրեն կորձը, իրեն բաշտոնը, Հիսուսի բաշտոնը կներկայացնե այս աշխարհին։ Եվ զմուրսն ալգուդան երրորդ նվերնին զմուրս է։ Զմուրսը ինչ կխորհրդանշե։ Պիտի գարտանք Եսայի մարգարեության 60-րդ գլխուն 6-րդ ամառը։ Եսայի 66-րդ ամառ։ Ուղդերուն Երեմագը եւ Մատյամի ու Կեպայի դաջիկ ուղդերը քեզ պիտի ծածկեն։ Ամենքը սափայեն պիտի կան, լամը դիգրեք, ամենը սափայեն պիտի կան, ոսկի ու գնտրուկ պիտի պերեն,
Եվ դերոջը բրգությունը պիտի ավետեն։ Այսինքն արձանակրվի Եսայիա մարգարեություն 60-րդ գլուխին մեջ 6-րդ համարի մեջ։ Աստված կպատկերացնե Հիսուսի ծնունդը 5 դագարանի մեջ, որ պիտի ծնի Փեթլեհեմի մսուրի մեջ եւ ուղդերով պիտի կան եւ անոր նվեր պիտի դան ոսկի ու կնտրուկ պիտի բերեն անոնք։ Նայե պիտի գարտամ Ելից 30-րդ գլուխ 23-26 30-րդ գլուխ 23-26 Ելից Գարցանակրե արկեզի բադվական համեմներ զուտ զմուրս 500 սիգղ եւ անոր գեսին չափ այսինքն 250 սիգղ անուշահոտ դինամոն ու 250 սիգղ անուշահոտ խնգեղեք Խոս ինչ կա ուրեմն արեք սեզի բադվական համեմներ զուտ զմուրս մոկերուն երրորդ նվերն էր ինչ էր զմուրս էր 29-րդ համար, 26-րդ համար, այսպես կսե, անո բիդի օձես վգայության խորանը ու վգայության դաբանագը, ինչով զմուրսով բիդի օձես։ 25-րդ համար, և սուրբ օձման յուղ բիդի ըսես, ընես զայն յուղակորձի արհեստով պաղատրված, անիգա սուրբ օձման յուղ բիդի ըլլա, որ Հիսուս օձվեցավ այս օձման յուղով, Պիտի գարտանք անոր դեղը հիմա։ Հիմա պիտի գարտամ ավետարանը Սթովաննում 19-րդ գլուխ 39-րդ համարեն 42-րդ համար։ Նայեցեք թե զմուրս ուր հասավ։ Ավետարանը Սթովաննում 19-րդ գլուխ 39-42։ Նիկոդեմոս ալ եկավ, որ առաջունե գիշերով իրքով եկեր էր։ Նիկոդեմոս քահանա մներ, առաջնորդ մներ հրյաներու, որ ասկեց առաջ Հիսուսի հետ անցամբ հարաբերություն ունեցած էր, կացած էր, խոսած էր երկնային թագավորության մասին, վարտաբերության մասին, ապաշխարության մասին, եւ հարցուց Հիսուսի ասա, որ մարդն ինչպես կրնա իր մորը որովայնի մեջ մտնել եւ նորեն ծնանել։ Քանի որ չհասկացավ, Նիկոդեմոս չհասկացավ այս մեկը, եւ Հիսուս բացատրեց Ոչ թե որ մորը որովայնի մեջ պիտի մտնե, որովհետեւ նորեն ծնած պետք է լա, նորեն պիտի ծնածը լա զիսուն տունելով եւ իր մեղքերով թողություն ստանալով եւ մգրդվելով։ Ասի է որ վերածնուտի մասին բացատրեց Նիկոդեմոսին։ Եվ հիմա Նիկոդեմոսը Հիսուսի մեռնելեն հետևյալ գբադայի։ Հրյաներեն վախեն 29-րդ համար։ Նիկոդեմոս ալ եկավ որ առաջունե գիշերով իրքով եկեր էր ու փերավ 100 լիտրի չափ զմուրսի ու հալվեի խառնուրդը։ Նիկոդեմոս ալ փերավ զմուրսը։ Նշանակե որ Հիսուս զմուրսով մահկանացուն պիտի գնկե։ Եվ անոր խորհուրդն է։ Հիսուսի մարմինը արին խունգերով պատտեցին զանիգա գդավներով մեջ ինչպես սրյաները սովորությունն էին։ Այնտեղը որ խաչվեցավ բարդես մգար ու այն բարդեսի մեջ նոր կերեզման որուն մեջ ամենևին մարդ կտրված չէր։ Հրյաներուն ուրբաթին համար հոնտրին Հիսուսը վասնզի կերեզմանը մոտ էր։ Հարցը հոս է։ Այս հրյա չեղով մոքերը երբ որ եկան Հիսուսի եւ երեք հատ նվեր դրին, անոր թագավորությունը պատկերացուցին, անոր քահանայության մասին խոսեցան եւ անոր մահկանացում բինի մեռնի իսելով խոսեցան եւ զմուրս բերի։ Բոլոր կյանքի պատմությունը Հիսուսի այդ գիշերվա ատնվերներուն մեջ էր։ Բացարիք օրտնությունը Հիսուս ծնավ, վարտաբեդ դրավ, քարոզեց երկնային թագավորությունը եւ մեռավ։
ու հարություն արավ։ Ասի էր նվերներուն խորհրդանիշ։ Եվ ասոնք հрьяաները չպերին, ասոնք օդարները պերին, մոկերը պերին։ 400 մղոն իրենց ուդերուն վրա կալով, գիշերը կալով, երբ որ լույսը տեսան, եւ հասան Երուսաղեմ, Բեթլեհեմ։ Երբ որ այս նվերները դվին, երազի մեջ հրաման առնելով, որ մե հրաման արին երազի մեջ, ոս հարցը մը գծակի։ Ինչպես երազի մեջ հրաման արին, մանրամասնությունը չի գա։ Երազի մեջ հրաման արին։ Երազը տեսան եւ երազի մեջ հետեւյալ հրաման արին։ Որ նորեն Հերովտեսին չտառնան, ուրիշ ճամփով կացին իրենց երկիրը։ Ասոնք եկան իրենց բարդականությունը, իրենց սերը հայտնեցին, Հիսուսի պատմությունը ներկայացուցին նվերներով եւ հրաման արին Աստծո որ Հերովտեսին կողբե չերտան։ Եվ ետ դարձան իրենց երկիրը։ Նորեն 400 մղոն պետք է դառնան։ Այս մոկերը եկան եւ հետեւյալ հարցում ըրին. Ուր-դեղ է ան, որ հрьяաներուն թակավոր ծնավ։ Հрьяաներուն թակավոր ծնելու համար մոկերն են որ դեղեցություն կբերեն եւ ոչ թե հрьяաները։ Հрьяաները ասոնց մեջ երբեք բաժին չունի։ Այսինքն ոչ հрья խախամները, վարդապետները, քահանաները, կամ նախակահները, կամ ղեկավարները, ոչ մեկ ասոր մեջ բաժին չունի եւ օդար ասկմը որ եկավ 400 մղոնեն եւ գուցե ասել ուր է այն հрьяաներուն թակավորը օդար ասկ եկավ եւ հрьяաներուն թակավորը փնտրեց երևակա էսի մարդ իր թակավորը գերտակը փնտրել բայց ասոնք եկան հрьяաներուն թակավորը փնտրեն որտեղ դերոջը ռեշտակը ասıb իրենցուն առաջնորդել Եվ Հերովտեսի կովչիկացին, որբեսի Երովտեսի երկպաշտությունը ասված գիտեր։ Ինձ լուրջ է գսավ, ես երտամ, գիտնալեմ վերջը երտամ եւ հոն երկրբակությունն եմ իրեն։ Բայց ասված Հերովտեսին սիրտը գիտեր, քանի որ սկիզբեն հոսեդեվյալը գսե։ Երբ Հերովտես թակավոր լսեց խորովեցավ ու բոլոր Երուսաղեմ իրեն հետ։ Ինչեն խորովեցավ, քանի որ Հրեաստանի մեջ թակավոր մծնավ։ Ոսպստիկ հարց մնալզակի, թակավորը նոր ծնավ։ Եթե թակավորը նոր ծնավ, եթե Հերովտես թակավոր 40 տարեկան էր, աս երեխան միջև մեզնար 30 տարի բիլանսներ, իրեն թակավորական տարիքը հասնելու համար, ինքը պիտի լար 70 կամ 60 տարեկան, եւ մտա հոգ էր, որ իրեն աթորը վրային բիդեր, աթորը վրային տակ է բիդեր։ Ու երբ ասված մոկերը Հերովտեսին չղրգեց եւ ուրիշ ճամփով ղրգել դվավ, 10-րդ համարը գսկսի հետեւյալը։ Երբ անգեկացին անոնք, ահա դերոջ ռեշտակ երազի մեջ երևցավ Հովսեփին ուսավ։ Հիմա հոս ռեշտակը Հովսեփին գխոսի։ Ելիր արմանուգը ու անորմայրը Եգիպտոս պախիր։ Հոնգեցիր միջև ես քեզի ասեմ, քանզի Հերովտես պիտի փնտրե այդ մանուկը գործընծնելու համար։ Լուրը դրվեցավ Հովսեփին։ Հովսեփը երկու անգամ չհարցուց ռեշտակին։ Ինչիսիր։ Ինչու ասպաները մենք իմ աշխարհի մեջ ամենանեն գարցնենք ինչու ինչիսիր մեկադա գրտնե անալ ելավ մանուկը ու անոր մայրը քիշերով արավ գնաց Եգիպտոս այս ադեն Եգիպտոս հռոմեական գայսրության դագներ արաբական գայսրության դագը չէր հռոմեական գայսրության դագներ Եվ մինչև Հերովտեսի մահոներ, որբեսի մարգարեն միջոցով դերոճմեն ըսված գադարվի, որ գսե Եգիպտոսեն գանչեցի իմ որդիս։ Մարգարեն ըսած է, որ Եգիպտոսեն պիտի գանչեմ իմ որդիս, ուրեմն այդ հալ գադարվեցավ։ Մանուկ Եգիպտոս գնաց, մինչև որ Հերովտես թագավոր մեռավ։
Հիսուս մանուկը Եգիպտոսի մեջ կեցավ մինչև Հերովտես մեռավ կոծելու համար հետևյալն է հարցը այս մանուկը աշխարհ եկավ ծնավ որոն համար ծնավ ինձ եւ քեզի համար ծնավ Աստուծո հզոր ծրագիրը երկնային թագավորության մեջ հրեշտակներուն լուրերը մոկերոն կորզածվիլը եւ անոր պատմությունը տրվիլը մեկ նպատակի համար էր որ ես եւ տուն այս Քրիստոսը մեր սրտերում մեջ ընդունելով իր խաչապայտին վրա մեռնելով արյուն թափելով նպատակը այն էր որ մարդիկ ճանչնան երկնային թագավորը երկինք եւ երկիրը ստեղծող Աստվածը եւ այս բոլոր դիեզերքը ստեղծող Աստվածը Եվ մոկերուն ցույց տալով որ Երուսաղեմ երթան եւ մոկերը լույսով ռեշտագով կացին մինչեւ Բեթլեհեմ եւ որ Հիսուսը տեսնեն երկրպագությունը իրանոր ոսկի դվին իբր թագավորական անձնավորություն որ թագավոր է քահանայության զմուրսնալ կընտրուգնալ դվին քահանայության եւ ղեկավարության եւ առաջնորդության Եվ զմուսուն ալդվին, որ մահկանացում պիտի գնկե և երորդ օր հարություն պիտի առնե։ Այս բոլոր ծրագիրը ինձ և քեզի համար էր։ Այս տեսակ Աստվածը, այս տեսակ զոհաբեր Աստվածը, այս տեսակ սիրով Լեցուն Աստվածը որ քեզ գուզես ցույց տալ որ չափ կսիրեք ես աշխարհ եկավ հովիները դեղություն դվին մոկերը դեղություն դվին իրենց կորձերը դեսան եւ Հիսուսի ճաշտոնը գդարեց աշխարհի վրա մահացավ զմրսվեցավ եւ հարություն ալավ երրորդ օրը ինձ եւ քեզի փրկություն տալու համար այսօր տուն եւ ես ինչ կնենք այս աշխարհի վրա Դեսենք որ մենք աշխարհ ծնանք, ասինչ ճանին ընտանիքի մեջ, մենք կաբրենք, մենք պիտի աշխատենք, ուսում պիտի ստանանք, պիտի աշխատենք, տրամ պիտի չինենք։ Վերջը ըրինք տրամը։ Վերջը այս անգամ գխորենք, որ այս տրամը ով պիտի ծախսե մերմերնել են վերջը։ Ինձ հարցազրույցներ գնեն, սակի սեղբայր ինչ պինենք ասմեր ունեցածը, ինչ պինենք։ Օսի Երդասարտ ադենից չգրցակ մտածել ինչպես պետք է ադիգա կորդածեք, հիմա ձերանալ են վերջը բիդեսյակ, որ ինչպես կրնած կորդածեք։ Եղբայր խորուրդ ուրեսի, առաջին խորորդս այն է էսի, որ դուք դետք է Հիսուսը ձեր սրդի մեջ ընդունիք, և ձեր սրդի մեջ ունտել են վերջը, ձեր մեղքերու կովություն ստալ են վերջը, ձեր անունը երկնային թագավորության մեջ արձանագրել են վերջ Հիսուսի ցերկով, դերոջ խոսքը պիտի գարտակ, և աբրիկ այս աշխարհի վրա այնպես որ Բիդի վայլեք երկնային թագավորությունը մտնելու, այսինքն այս աշխարհի վրա ապրելու Հիսուսի անվան հետ, այս աշխարհի վրա, որբեսի կարողանաս իր երկնային թագավորության մեջ մտնել իր հրամանով, իրեն խոսքը բռնելով, գադարելով այս աշխարհի վրա, չես կրնար քո ունեցած տրամով այդ երկնային թագավորությունը ժառանգել, որչապալ ոչխար մորտես, որչապալ նվիրատվություն ես, անոնք քեզի պիտի չի փրկեն։ 10,000 դալ մոլ վարեսնանի ալ քեզի պիտի չի փրկե, Հիսուսի արյունն է որ քեզի պիտի փրկե։ Ադոր համար Հիսուս զոհվեցավ, մեռավ եւ զմրսվեցավ։ Տուն ոյ մեկուն կյանքին համար չես կրնար միջնորդ դառնալ, միայն Հիսուս է որ քեզի համար միջնորդ կդառնա։ Այս ճշմարտությունը երկնային է միշտ չէ, որովհետեւ հոսսին Եկան երկրպագություններին, որոն երկրպագություններին, թագավորին երկրպագություններին։ Այդ մանուկը թագավոր էր, այդ մանուկը Աստծո որդի էր, այդ մանուկը այս աշխարհի մեղքի եւ վրան գրոն էր, անոր համար ծնավ ատմոսֆերի մեջ։ Եվ այդ մանուկը հետեւյալը գսե, հավատա ինձի ու պիտի փրկվիս։ Խնդրե ինձ քո սրտիդ մեջ, որ ես քո մեղքերդ ներեմ եւ քո սրտիդ մեջ փնագիմ ու քեզ հետ փնագիմ այս աշխարհի վրա։ Աստված երկնքի թագավորության մեջն է, բայց ամեն օր մեզի հետ կգալի այս աշխարհի վրա։ Մեր սրտերում մեջն է, մեր քայլերում մեջն է, որովհետեւ կարողանանք
Եվ մեր կրբանները բանանք Հիսուսի Իսածին պես, եւ որ աղքատ մը գտեսնենք, չկավոր մը գտեսնենք, որ օգնության պետք ունի, եթե կրբանդ ունիս, հանե եւ դուր։ Եվ մի ցցներ, որ մեծ բան մոգդաս, դուր եւ գրնագը դարձիր միալ ջանչնար, որև ադիգա տուն դերոչմենը որ գուդաս, ոչ թե որ տուն գուդաս, որմեսի տուն պարավորվիս ատկու դված $10 կամ $50 Ասպաց բիդի պարավորվի, կան որ տոնեգա տուն իր գամքը գադարած բիդը լասատ մեգանելով, աղկատները ծեզի հետ ունիք, միան արկետ։ Դերը օրտնա այսօրվա էր սուր պատկամը, Պետլեհեմի մսուրի մեջ ծնող մանուգը օրտնյալը լա, մեր տակավորը, մեր ասվածը, մեր պերգիչը, Անիգա իր ցերկերը փածկը սպասե մեզ մամե մեգա երտնային տակավորության մեջ անցնելու, ուրեմն հավատա Հիսուս Քրիստոսի ու բիդի փրկվիս։ Դերը օրտնեցես եւ բահեցես, ինչեւ հաջորդ հանդիպում։